Ինձ էլ է հետաքրքիրով աղել այդ տղեն, ու ես կգտնեմ դրան, բայց դու չես իմանա Լիլիթ, այդ քեզ պետք չի։ Ոտքի ես, չեմ կարող նստած մնամ, անընդհատ նստած կժվում եմ արդեն, չնայած Աբելն ասում է մի ծանրաբեռնի, բայց չեմ կարող։ Հա, շատ ճիշտ ասում, ես այստեղ քաղցր բաներ եմ բերել քեզ համար։ Առանց դրա չէր լինի, չէ՞, պիտի անպայման բերեիր։ Դե արի, քեզ ինչ դնեմ, սուրճ, թեյ։ Ավելի լավ է դու նստի, ես ինձ համար կեփեմ սուրճ։ Հաստատ։ Ինչ լավ օրեկար։ Չէի կարող չգայլիլ, ախր կարոտում եմ, հետո էլ քնության տեստերի մեջ ինչ-որ բարդ վարժություն կա, ուզում եմ մի հատ նայենք։ Բարդ, են էլ դու ես ասում բարդ, դու ամեն շատ լավ էլ գիտես էլ մի։ Դե հա, կարող ամեն ինչ շատ լավ գիտեմ քնության հետ կապված։ Բայց միևնույնն է անհանգստանում եմ, մի տեսակ չգիտեմ։ Ինչ է լինի, ես մեկա մասնակցել եմ քննություններին, թեկուզ ես ոտքով կապ չունի։ Հա, բախներս բերելա ֆիզկուլտ ինստիտուտ չենք ընդունվում, թե չէ դու հաստատ կկտրվեիր։ Ինչ-որ բան պետք է իջնեմ ներքևից բերեմ խանութից։ Չէ, հանգիստ եղի, Աբելը ամեն ինչ բերում է, ոչ մի բանի կարիք չկա։ Հա, դե լավ է։ Այդ դեպքում ես մեր սիրած քաղցրավենիքից եմ բերել։ Տես։ Ապրես։ Լիլ դասարանի երեխեքը բարևում էին քեզ, ասում էին առողջություն կմաղթես։ Բոլորով ուզում էին գային ձեր տուն, են էլ չթողեցի, ասեցի ավելի լավ է առանձին գնանք, թե չէ պատկերացնում ես, այդ գժերը բոլորով գային ձեր տուն, հաստատ գլուխդ կտանեին։ Ինչ եղավ, Լիլ։ Ես պատկերացնում եմ արդեն, թե բոլորի մոտ ոնց է տպավորվել Լիկայի ասածները, հաստատ լավ հիշում եմ։ Լիլ լավ էլի մեծ աղջիկ ես, դասարանում ոչ մեկը քեզ չի քննադատում, ոչ էլ քննարկում է այդ ամեն ինչը։ Բոլորն էլ քեզ էլ են ճանաչում Լիկային են։ Հա, բայց հաստատ կարող է Լիկային դասարանի երեխեքը նոր են ճանաչում, Լիկան հիմարի մեկն է, չգիտեմ էլ ինչ բառ ասեմ, որ տեղին լինի։ Դու կարող ես հանգիստ լինել, իսկ այն թեմաները ինչ որ կատարվում է ձեր տանը, այդ մենակ քո գործն է, ու ոչ մեկի գործը չի։ Դե բայց փաստը մնում է փաստ, որ այս անգամ ինքը ճիշտ էր։ Լիլ վերջացրել, լավ։ Ահա, սուրճն էլ եկվեց։ Շատ ուրախ կանֆետներ են։ Հա, մեր սիրելի կանֆետները։ Լիլ, չեմ հասկանում ինչի բացեցիր այդ խոսակցությունը։ Ես քեզ խնդրում եմ, դու մի անհանգստացի, լավ։ Դու գիտես, որ դասարանի երեխեքը քո հանդեպ չեն փոխվել, վերաբերմունքը միշտ նույնն է։ Ու ի տարբերություն Լիկայի մենք հասկանում ենք, որ այն ամեն ինչի, ինչ որ քո անձնականն է ու ձեր տանն է կատարվում, ոչ մեկի գործը չի։ Լավ։ Լավ։ Հիմա ինչ չես ուտելու ես ուրախ կանֆետներից։ Դուք էլ։ Առաջինը։ Լավ, միասին ուտենք։ Որ գնի։
Որ գույնն ես ուզում։ Ասա Արամ։ Ուր ես, պապ։ Տանն եմ։ Ես էլ գնացի օֆիս, ասեցին, որ չկաս։ Չէ, տանը բաներ կար։ Ինչ։ Կասեմ, հետո կասեմ։ Պապեր ինչ-որ բան ա եղել։ Ա եղել ա։ Դե ասա։ Ռուս։ Ես ստեղ կսպասեմ, բան պետք լինի, դուք տվեք։ Ինչ լավ ա որ եկար Ռուս, քեզ շատ էի կարոտել։ Ես էլ, բայց ես ինչ տուն ա, ինչ ա քեզ տեղ փակել։ Այն ժամանակ պապատ ասում էր, որ քեզ տանում ա արտասահման, որ դու Հայաստանում չես, ես դրա համար չկայի։ Ինչ ա ինձ խաբել։ Չգիտեմ, ինձ ես տեղապահում ու չի թողում, որ ինչ-որ մեկի հետ շփվեմ։ Բայց ինչի համար դու հոգ կենթանի չես։ Ինչ ես արել։ Ոչ մի բան չեմ արել, Ռուզ, ինչ պիտի անեմ, ես մեղավոր չեմ։ Ուղղակի ինքը չի թողում, որ ես իմ կյանքով ապրեմ, այդքան բան։ Լավ, հանգստացի։ Ես արդեն ստեղ եմ։ Լավ ա որ եկար։ Լավ ա որ չմտածեցիր, որ գիժեմ։ Ինչի պիտի մտածեի։ Ես հո քեզ նոր չեմ ճանաչում։ Դրանք են քեզ հավատացրել, որ դու վախենալու ես, դու էլ հավատացել ես։ Ուղղակի ես տեղ ոչ մեկի հետ չեմ կարող խոսամ։ Տեսար ներսում ու դրսում ինչքան մարդ կա։ Պետրոս ինձ թույլ չի տալիս, որ իրանց հետ շփվեմ։ Իբր քո մասին ա, հա, մտածում։ Ինքը ինչ գիտի իմ համար ինչն ա լավ, ինչը վատ։ Դուք միշտ էլ իրար չեք հասկացել։ Դու հիմա իրա մոտից ես չէ գալիս։ Տարելային, որ քեզ դասիրակ էի, չէ։ Ես ոնց այսքան ժամանակ հավատացի, որ դու Հայաստանում չես եղել։ Բայց հիմա մենք իրար հետ ենք։ Օրը գիշեր ստեղ եմ, ես 4 պատերի մեջ։ Ամենտեղ ոնց որ ճաղերը կողպեկներ լինեն։ Դուրս գալու իրավունք չունեմ։ Ես քեզ հասկանում եմ։ Չկա մոտդ։ Ներս գալուց առաջ սաղ նայել են։ Ռուս, բայց Չէի կարա։ Ստուգել են ինձ։ Այդտեղ սաղ նորմալ ա։ Ասա, Ոնց ես։ լավ եմ, բայց դու դրա համար չես զանգել։ Հա, ես իմացել եմ ամեն ինչ։ Լիլիթի մասին էլ։ Ուրեմն նախորոք ասեմ, Արամ, ես մխիթարական խոսքերի կարիք չունեմ։ Դու էլի սխալ ես հասկանում։ Ես ուզում եմ քո հետ խոսամ, քեզ տեսնեմ։ Ամեն ուզում իմանամ Լիլիթը ոնց է։ Դու չես պատկերացնում ոնց պիտի լինի։ Հասկանում եմ, որ Լիկան սխալ բան արել, բայց Ես ոչ մեկիդ հետ քննարկելու բան չունեմ։ Աբել, Լավ չես լսում։ Աբել, սպասի։ Նորմալ եք։ Հա, նորմալ ա, գնա, չգաս էլ։ Լավ, հանգստացի։ Հիմա ամեն ինչ լավ ա։ Ես հիմա արդեն ստեղ եմ։ Եկել եմ, որ խոսենք։ Իմ նորություններից պատմեմ։ Չես ուզում լսել։ Այլ մի։ Հիշում ես այն մեր զուգահեռ դասարանի այն տղայի հետ կապված պատմությունը։ Հիշում ես։ Հիշում եմ, որ վախենում էր քեզ մոտենալ, չէ։ Հետո ինչ-որ բան էր բերել բուֆետից։ Հա, ինձ խնդրել էր, որ քեզ հետը ստանեմ բուֆետ։ Ուտելու բան էր բերել։ Բայց տենց էլ ոչ մի բան չասեց։ Ասաց ուղղակի չէի ուզում մենակ հաց ուտեի։ Ու իրա պատճառով դասից ուշացանք, հիշում ես։ Վաղկոտի մեկն էր։ Հա։
Զզվում եմ իր անուաններից։ Ես ամեն ինչ հիշում եմ։ Հիշում եմ ու կարոտում եմ շատ։ Մարթա, լավ, հանգստացի։ Ես հիմա արդեն ստեղ եմ։ Քո կողքը։ Ինչքան ուզես կգամ, ամեն օր կգամ։ Դու մենակ մի տխրի։ Ռոզ, ես շատ եմ օգնել։ Շատ։ Լավ, մարդ, վերջ, հանգստացի։ Ես մի բան կմտածեմ։ Քեզ տեղից դուրս կհանենք։ Հենց իմացա եկա։ Ինչ ա եղել, կասես։ Արդեն նորմալ է ամեն ինչ, հանգիստ եղի։ Չէ, նորմալ չի, ես նորմալ, հա։ Մի հատ պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Դե կարևոր ամբողջ ընթացքում Աբելը հետս էր ու մի խոսքով հիմա լավ եմ։ Դե հենց դրա համար էլ զարմանում եմ, էլի։ Աբելը գոնե ինձ ասեր, ես գայի հիվանդանոց, քեզ մի քիչ նայի։ Հանգիստ եղի։ Ինքը ինչ պետք էր բերում էր, անդադ հետս էր։ Ու նաև աստղիկներ հետս, դասարանցիս։ Իսկ հետո ինչ ես անելու։ Դե հետո մի քանի օրից պիտի գնամ բժշկի ու կասեն էլի։ Խոսալու բանն եմ հետդ։ Ինչ։ Բայց ուզում եմ, որ անկեղծ լինես։ Վաղեցնում ես։ Սպասի սուրճ դնեմ, հետո կխոսենք, լավ։ Դու տեսել ես դուրսը քանի հոգի կա։ Հա, տեսել եմ։ Բայց ոչինչ։ Մի բան կմտածենք։ 2 օր առաջ մի հոգի էր, հետո դեպք եղավ, տղերքին շատացրեց։ Մի մտածում եմ, կմտածենք։ Սիգարետս էլ են հանել։ Իսկ դու ասում ես ինձ տեղից կարաս հանես։ Կհանեմ։ Ոնց։ Չգիտեմ, բայց մի բան կմտածեմ հաստատ։ Դու ինձ չգիտես։ Եթե կարանես տենց բան անես, չէ՞ Ռոզ։ Կանեմ։ Մենակ ինձ մի քիչ ժամանակ տուր։ Ինձ ժամանակ է պետք է տանելու համար։ Ես քեզ թե ասել ինձ սուրճ։ Դե հիմա ասա տեսնեմ, այդ ինչ կարևոր բան ունես ինձ ասելու։ Էստեր, ես գիտեմ, որ դու մամայի հետ շատ մտերիմ ես եղել։ Հա, ինչի։ Ու ամեն ինչ գիտես իրա մասին։ Դե հա։ Էստեր, խնդրում եմ, ես ուզում եմ, որ դու անկեղծ լինես ու չխաբես։ Հա, իհարկե, բայց ինչ ա եղել, կասես։ Ես գիտեմ։ Ես գիտեմ, որ ես ու Աբելը տարբեր հայրեր ունենք։ Դու գիտեիր, չէ՞։ Ես գիտեմ, որ դու գիտեիր։ Որտեղից գիտես այդ լուրը, կամ ով է ասել։ Ես երեկ եմ իմացել։ Մեր դասարանի Լիկան ասաց։ Իհարկե ինքը շատ բեմադրած ասաց այդ ամեն ինչը ամբողջ դասարանի մոտ, որ ավելի մեծ բավականություն ստանա։ Իսկ Աբելը։ Աբելն ավելի շուտ գիտեր։ Իրա տատիկն էր ասել, բայց ինձ չէր պատմել։ Բայց ես չեմ հասկանում, դու ինչի ես այդքան լարված։ Անեն արա քեզ պատմած չլինի։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանամ, ավելի մանրամասն։ Լիլիթ ջան, ուղղակի պատմի ինձ։ Ոչինչ մի թաքցրու։ Լիլ, ճիշտ է, ես քո մամայի հետ շատ մոտ եմ եղել ու մամատ համարյա ամեն ինչ պատմել է ինձ իր կյանքից, բայց ախր ես իրան 1000 անգամ երդվել եմ, ես ամեն ինչ չի, որ կարող եմ քեզ ասել, հասկացի։ Ես այդպես էլ գիտեի, որ դու գիտես։ Հա, գիտեմ։ Բայց ես չեմ կարող ասել, հասկանում ես, ես երդվել եմ քո մամային, չեմ կարող։ Պիտի ասես։
Մաման էլ չկա, որ իրանից հարցնա։ Բայց ես պետք է իմանամ ամբողջ ճշմարտությունը հասկանում ես։ Այս նենց մի բան է, որ փոխում է ամբողջ կյանքդ։ Ոնց ապրես այդքանից հետո նորմալ։ Լիլ, մի հուզվի ու մամատ իրականում ես ամեն ինչի հետ այդքան էլ կապ չունի, որովհետև ինքը ընդամենը երիտասարդ է եղել, հասկանում ես, մենք չենք կարող իրան դատել։ Լիլիթ ջան, ես շատ բան չգիտեմ, մենակ եմ, որ մի շրջան կար, Սարան ու իր ամուսինը շատ էին վիճում։ Մտածում էի սովորական վեճեր են, ամուսնական կյանքը, ամեն ինչ կարա լինի։ Բայց մի օր էլ շատ լարված խոսակցությունից հետո իր ամուսինը ուղղակի իրերը վերցրեց ու անհետացավ, գնաց։ Մամատ ահավոր վատ վիճակի մեջ հայտնվեց, իրան կորցրել էր, մոլորվել էր, լարվել էր, չգիտեմ, մենք ոչ մի կերպ չէինք կարողանում իրան օգնել։ Բայց ես իրան խոստացել էի, երդվել էի, որ ոչ մեկի, ոչ մի բան չեմ ասի ու հիմա… Բայց ես արդեն ամեն ինչ գիտեմ, էլ թաքցնելու բան չկա։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանամ, ու չեմ ուզում ամբողջ կյանքում մեղավորություն զգամ, մտածելով, որ ես եմ քանդել Աբելի ընտանիքը։ Չէ, ինչ ես խոսում, տենց բան չկա, մամատ քեզ շատ էր սիրում։ Ու երբ որ քեզնով հղի էր, իսկ իրանք քեզ շատ էին սպասում, ուզում էին, Աբելից հետո երեխա էին ուզում ունենալ։ Երբ որ մամատ սկսեց իրան շատ վատ զգալ, մտածեցի, գուցե ամուսինը թողել գնացել այդ է խնդիրը, որ ինքը ինչ անելու երկու երեխայի հետ։ Բայց արի ու տես, որ չէ, ու ինչ-որ ուրիշ պատմություն կար։ Մամատ մի անգամ հենց ինքը, սկզբում ոչ մի բան չէր ասում։ Ինքը մի օր հետս անկեղծացավ ու ասաց, որ երիտասարդ է եղել, մտածել է սխալ ընտրություն է կատարել, որ գուցե կարողանա կյանքը փոխել ու գնացել է այդ քայլին, բայց իրան պետք չի մեղադրել, հասկանում ես, ինքը ընդամենը ջահել աղջիկ էր ու իրավունք ուներ սխալվելու։ Բայց հավատա, իր ամուսինը չգիտեմ։ Այդ պատճառ չի, որ դու հիմա իրան արդարացնես։ Բայց ես չեմ էլ արդարացնում։ Ուղղակի ես տեսել եմ իր ապրումները։ Այն ամեն ինչի մեջով Սարան անցել է։ Ինքը իրականում զղջում էր, բայց ինչ։ Լիլի ջան, քո անունը Աբելի հայրն է որոշել։ Ու այդ ամենավատ վիճակում անգամ Սարան երբեք չի մտածել քեզ լույս աշխարհ չբերելու մասին։ Ինքը քեզ շատ է սիրել, շատ։ Օրերն էր հաշվում, երբ էր քեզ տեսնելու։ Բայց իրան հասկացի, ինքը շատ ծանր օրեր է ապրել։ Հասկանամ։ Ասում ես հասկանամ իրան։ Ինչը հասկանամ, որ ինքը անդադ ասում էր, որ Աբելը տենց կյանք չեր ունենա, եթե գլխին հայր լիներ, փաստորեն ինքն է մեղավոր ամեն ինչու։ Հիմա հուզված ես ու գուցե սխալ բաներ ես խոսում, բայց հավատա, քո մաման ճիշտ էր։ Ինքը չէր ուզում, որ դուք երկու երեխաներով հանկարծ օտարանայիք, թշնամի դառնայիք։ Այդ պահին, տենց է ճիշտ գտել մամատ։ Ու հավատա, որ ինքը ճիշտ արել։ Մամատ քեզ շատ էր սիրում ու հաստատ չէր ուզենա, որ ձեզ համար վատ լիներ։ Քո ծնվելուց հետո մամատ ծանր հոգեկան ապրումներ ա ունեցել։ Անգամ ես ու Հակոբը փորձում էինք օգնել, բայց ինքը չէր թողնում։ Նույնիսկ մի քանի անգամ ինքնասպանության փորձ ա արել։ Ես ու Հակոբը իրան լոգասենյակից գտանք։ Աբել։ 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 Ես ոնց որ հետևում եք, հա ինձ։ Չէ, Աբել։ Բայց ոնց է ստացվում, որ սենց ամեն անգամ միամիտ հանդիպում ենք։ Չգիտեմ, երևի այդպես է պետք, այդպես է ստացվում։
Երևի ի վերուստ են տրված այս հանդիպումները, հոպար։ Ինչ-որ բան ունենք քննարկելու։ Դե, անցնում էիր, ես էլ տեսա, մոտեցա։ Ես քո տեղ ելնեի, ոչ կկանչեի, ոչ էլ կկանգնեի, նամանավանդ խոսելու համար։ Բայց ես եկել եմ իմանամ ոնց եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Լիլիթը ոնց է։ Արդեն լավ։ Աբել դու այդ օրերին շատ լարված էիր։ Ես էլ չէի ուզում քեզ անհանգստացնեի։ Ճիշտ ես, բայց նենց էլ չի, որ հիմա դրա կարիքը շատ ուժեղ զգում եմ։ Գիտես, ես իրոք ինձ վատ եմ զգում։ Ես կատարվածի մեջ իմ մեղավորությունն էլ կա։ Մի խոսքով ինչ եղել է անցել գնացել է, հիմա դա շարունակել պետք չի, չեմ կարծում, որ արժի։ Չգիտեմ ինչ ասեմ, ինչ անեմ։ Չգիտեմ։ Ես գիտեմ, թե դու ինչ կարաս անես։ Այս աշխարհում մենակ դու կարաս այդ հարցով ինձ օգնես։ Քեզ ուզում եմ մի բան հարցնեմ ու հույս ունեմ, որ դրա պատասխանը դու ինձ կտաս։ Ասա, եթե կարողանամ, հաստատ կօգնեմ։ Ես վստահ եմ, որ դու այդ հարցում ինձ կարաս օգնես։ Ուզում եմ իմանալ, թե այդ մարդը ով է։ Լիլիթի հոր մասին է խոսքը։ Ուզում եմ իրան հանդիպեմ։ Չէ, պարզից էլ պարզ է, որ դու գիտես։ Լավ էլի Լիլիթ ջան, հանգստացի։ Էլ բան չկա պատմելու, վերջ։ Հանգստացի մենակ, խնդրում եմ։ Իհարկե, եսա կհանգստանամ։ Մի օր փոխվում է ամոր կյանքդ։ Մի օր պարզում է, որ ամեն ինչ սուտ է եղել։ Ամեն ինչ փուչ է եղել։ Այդքանից հետո ոնց շարունակես նույն ձևով ապրել, ասես ոչինչ չի եղել։ Ավելն ատում էր իր պապային։ Ու գիտես ինչի, որովհետև թողել ու գնացել է։ Իսկ ում պատճառով։ Պաստորեն մամայի։ Լավ էլի Լիլիթ։ Ես վերջ շուխեմի հանգստացի, հետո կխոսենք։ Ես իրավունք չունեմ իմ կարծիքն ասելու։ Ուզում ես ուղղակի ընդունեմ մամայի արածներն ու վերջ։ Այդքան հանգիստ ընդունեմ անցնի։ Ախր դու գիտես մենք ոնց ենք վերաբերվել մամային։ Ու Լիլիթ, հասկանում եմ։ Չեմ ասում այս պահին ամեն ինչ ընդունի ու վերջ, չէ, ով է տենց բան ասում։ Ուղղակի մի դատի։ Դու չգիտես ինչ է եղել իրականում։ Քո մաման չէր պատրաստվում նոր ընտանիք ստեղծել, ոնց որ դուք եք մտածում։ Ուղղակի սխալվել է, չի դիմացել փորձությանը։ Չի կարելի մարդուն մի արարքի համար դատել։ Դուք ինչ գիտեք ինքը ինչ ապրումներ ա ունեցել։ Ես եմ տեսել այդ ամեն ինչը, հասկանում ես։ Ու ես չգիտեմ այդ ամեն ինչը ինչ անունով կոչեմ։ Ուղղակի տանջվում էր ու վերջ։ Սխալվել է, հետո ու ինչ արեց, որ ավելի տանջվի։ Չգիտեմ, Լիլիթ։ Չգիտեմ։ Ինքան կուզեի մի քանի րոպեով գոնե տեսնեի մամային։ Ինքան հարցեր կտայի։ Հիմա դու միակ մարդն ես, ով ինձ կարա ճշմարտությունն ասի։ Խնդրում եմ ասա էլ ինչ կա։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանամ։ Լիլիթ ջան, էլ բան չկա։ Դու տեսնում ես ինչ վիճակի մեջ հայտնվեցիր։ Այս մի փոքրիկ պատմությունից վերաբերմունք եք փոխել։ Դատում եք ձեր մորը։ Իսկ ձեր մերը գիտեք ինչ օրեր ա քաշել ձեր համար։ Այ հենց սրանից էր վախենում, որ դուք ձեր կարծիքը կփոխեք իր մասին, դու ու Աբելը։ Գիտեք ոնց ա տանջվել ձեզ համար, ինչ սև օրեր ա քաշել։ Ու հիմա ոնց եք պատասխանում։ Ինչ ա ձեր արածը, կասես։ Փոքր պատմություն, էլ ինչ գիտես։ Մեկը էլ ոչ մի բան ավելի չի կարող ինձ ցավեցնել, զարմացնել։ Էլ ոչ մի բան չգիտեմ, վերջ, կթողնես սուրճս կերչացնեմ։ Իսկ ես չեմ ավատում,
Ես ուզում եմ ասես էլ ինչ որ գիտես։ Էլ ինչ կա, որ ես չգիտեմ։ Մեկը վստահ եմ ավելի ցավոտ բան չի լինելու։ Լիլիթ, մի անգամ մամատ շատ վատ ու ծանր քայլ արեց։ Ասեմ իմանաս քո ծնվելուց հետո ինքը իրան լրիվ կորցրել էր։ Համարյա խելագարվելու դուրն էր հասել։ Չգիտեմ ոնց ասեմ, ոնց կոչեմ այդ երևույթը։ Ինքը շատ էր սպասում, որ դու ծնվես, բայց միևնույն ժամանակ չգիտեր հետո ինչ անելու։ Մի անգամ Լիլիթ ջան, դու դեռ չէիր ծնվել։ Սարան մտավ լոգասենյակ ու փակվեց։ Հետը դանակ էր վերցրել։ Որոշել էր իր կյանքին վերջ տալու։ Ես ու Հակոբը մի կերպ իրեն սենյակից հանեցինք։ Շատ վատ էր զգում։ Անգամ հիվանդանոցի դուռը հասավ։ Մենակ էր։ Ոչ ոք չուներ իր կողքը։ Բայց երբ որ դու ծնվեցիր, իր կյանքը լրիվ փոխվեց։ Քեզնով էր ապրում։ Քեզ քնացնելուց հետո նստում էր Աբելի անկողնու կողքին ու խոսում էր Աբելի հետ, կամաչ շշուկով։ Մեղադրում էր իրան։ Մեղադրում էր իր կյանքի համար ու այն ամենի համար, ինչ որ լինելու է հետո։ Մայրդ անընդհատ վախենում էր ամեն ինչից։ Քեզ համար էր վախենում, անհանգստանում էր։ Մտածում էր, որ այդ ապրումներից կարող է առողջ չծնվեիր, բայց փառք Աստծո, ամեն ինչ լավ եղավ։ Ծնվեցիր այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Գիտես ոնց էր երազում քո մասին, ոնց էր խոսում, ոնց էր նկարագրում։ Ու հիմա դու սենց ես պատասխանում իրան։ Քո ծնվելուց հետո ավելի դժվարացավ իր համար։ Ինքը մենակ մնաց երկու երեխեքի հետ։ Պատկերացնում ես իրավիճակը։ Գործ էր ման գալիս, ոչ մեկի հետ չէր հաշտվում, անընդհատ ձեր մասին էր մտածում, չգիտեր ձեզ պահեր թե աշխատեր, չգիտեմ։ Լիլիթ ինքը շատ վատ էր զգում իր արածի համար։ Մեղքի մեջ էր ապրում, հասկանում ես։ Փորձում էր Սամվելին գտնել, բայց չգիտեր ինչ ասեր։ Իսկ ինչի չէր փնտրում։ Մենակ չասես, որ վախենում էր։ Չգիտեմ, Լիլիթ։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Մենակ գիտեմ, որ մի քանի անգամ փորձել է ավագի տուն գնալ։ Հասել է դրան մոտ ու հետ է դարձել։ Համարձակությունը չի հերիքել։ Լիլիթ մեղադրելու չի։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Ու տեսեք չեմ հավատում, որ այս ամեն ինչն իմ հետ է կատարվում։ Էս երազ է։ Երազ չի։ Իրականությունը։ Կամ պիտի ընդունես, կամ չէ։ Ես ենթադրում եմ, որ այս սաղ պատմությունները իմանալուց հետո հաստատ իր մասին էլ մի բան ճշտած կլնես։ Չէ։ Չէ։ Ինչ որ հավատս չի գալի։ Ասացի չէ Աբել։ Բա լավ, այս սաղ ընթացքում ձեզ էլ չի հետաքրքրել։ Ով ա եղել, ոնց, ոչ մի մանրամասնով չեք հետաքրքրվել։ Ախպերս եթե իմանալով է հաստատ տենց հեշտ չէր գնա։ Յա։ Բա Թասիբը հարգանքը, ախր տենց պատմություն է եղել, է։ Երկու ախպերով գնայիք, գտնեիք, կարողա ծեծեիք դրա համար, բա տղամարդ էիք, չէի վերջո, հայ եք, հայ։ Մի ասա տենց բաներ, որի համար հետո զղջալու ես։ Դու շատ բան չգիտես։ Հələ շատ բան չգիտեմ, հա։ Այս սաղ իմացա հերիք չէր, հələ մի բան էլ շատ բան չգիտեմ, բասա իմանա։ Դու ուզում ես իմանաս։ Բայց ես չեմ հասկանում, ինչ ես ուզում իմանաս։
Դու քո սեփական հորդ մասին չես ուզում լսես։ Ինձ այդ մարդու անունն է պետք։ Դու հաստատ ինչ-որ բան գիտես։ Քեզնից շատ բան չի գնում, հոպար։ Ասա։ Լավ։ Դե դու չես ասում, ես սենց տենենց ինչ որ տեղից պիտի իմանամ։ Դու գիտես, որ դրա հնարավորություն ունի։ Ավելի լավ է քեզնից լսեմ, ոչ ես տանջվեմ, ժամանակս ծախսեմ, ոչ էլ քեզ հիմա տանջեմ, երկար բարակ հարցեր տամ, վերջացնենք ես ծիծաղելի զրույցը ու ցրվենք։ Դու ոչինչ էլ չես իմանա։ Տենց համոզված ես։ Որովհետև մեծ հնարավորություններով որ եղբայրս երկար բարակման է եկել ու երևի ոչինչ չի կարողացել գտնել, չէ՞։ Հա։ Շատ բաներ չեմ իմացել։ Արի դադարացնենք ես երկար խոսակցություն։ Գոնե իմացածը ասա։ Անունը Արայիկ է։ Արայիկ։ Անունը Արայիկ է ու հետ հաստատ։ Մորիցդ էլ փոքր էր տարիքով։ Արդեն չգիտեմ էլ ինչ մտածեմ։ Չեմ ասում, որ անտեղի դատողություններ անես։ Դա արդեն թողին վրա։ Ես ինքս կորոշեմ ինչ անել։ Ես երկար եմ փնտրել այդ մարդուն։ Երկար։ Ես էլ ախպերս էլ։ Սարան ոչինչ չէր ասում այդ տղայի մասին։ Մի պահ եղբայրս մտածում էր, որ նա հորինում է։ Ուղղակի հորինում է։ Բայց հետո պարզեց, որ այդ տղեն երկրում էլ չի։ Դուրս էր եկել երկրից։ Ասել էր փախնել։ Չգիտեմ, հորդ համար աշխարհը մեկ էր արդեն։ Ինքը արդեն չգիտեր ինչ աներ։ Բարձր։ Բայց դու իր համար ապել։ Այդ արդեն ավելորդ է։ Լիլիթ ջան, դու մենակ հանգստացի, ես ամեն ինչ պատմեցի։ Հավատա, էլ ոչ մի բան չէ, կար։ Հիշեցի։ Գիտես, մի անգամ տանը գործ էի անում, Հակոբը տանը չէր։ Լացի ձայն լսեցի, դու էիր լացում, փոքր երեխա էիր։ Ես միջանցքով լուր գալիս էի քեզ մոտ ու մտածում էի, որ հեսա Սարան դիմացից դուրս կգա։ Բայց չէ։ Եկա մտատուն, տեսա Սարան տանը չի։ Դու անդադար լացում էիր, գոռում էիր։ Հաբելն էլ պուճուր երեխա էր, վախից մամա էր գոռում։ Փնտրեցի տան մեջ չգտա Սարային, տնից գնացել էր։ Չգիտեի քեզ ոնց հանգստացնեի, Աբելին էլ չգիտեի ոնց հանգստացնեի, փոքր երեխա էր, անդադար գոռում էր, օգնություն էր կանչում։ Հետո սեղանի վրա նամակ տեսա, որտեղ սարսափելի բաներ էր գրած։ Չգիտեի ինչ անել, մոլորվել էի։ Երեխու պես նստած լաց էի լինում, չէի հասկանում ոնց վարվեմ։ Հետո ինձ հավաքեցի։ Այդ նամակի վրա համար կար գրած։ Որոշեցի այդ համարով զանգ տամ։ Մտածեցի քեզ հաստատ կվերցնեն, կպահեն, հոտենց չեն թողնի։ Լավ։ Ահա որ հիշողությունը արի վերջացնենք, հա լուրջ չեմ ուզում խոսենք, վերջ։ Շարունակի, մինչև վերջ ասա։ Լիլիթ ջան, խնդրում եմ, ես ինձ լավ չեմ ուզում, արի վերջացնենք, հա։ Ես ուզում եմ դու ասես մինչև վերջ։ Ինչ էր գրված։ Դե նամակում գրված էր, որ մամատ այնքան վատ է, չի կարողանում ձեզ նորմալ խնամել։ Մեղքի զգացողությունից տանջվում է։ Ձեզ չի կարող նորմալ կյանք տալ, որ սխալվել է ու որոշել է իր կյանքին վերջ տալ, հոգնել է տանջվելուց։ Էլի բաներ կար գրված, բայց ես էլ չեմ հիշում։ Հետո մտածեցի, վերջ, պետք է ինձ հավաքեմ,
ու ձեզնով զբաղվեմ։ Վերցրեցի այդ համարը, զանգեցի, մի տղամարդ պատասխանեց։ Ուզում էի արդեն ասել, որ եկեք տարեք ձեր երեխեքին, չգիտեմ, շատ վատ վիճակում է, ինձ էլ հասկացի, ես էլ երիտասարդ էի։ Այդ րոպեին դուռը բացվեց, մտածում էի Աստված ջան, խնդրում եմ, թող Սառան լինի։ Ու հա, իրոք էլ Սառան էր։ Սառան անընդհատ գոռում էր։ Չէր կարողանում իրան կառավարել։ Ձեզ գրկել էր ու գոռում էր։ Մենակ մի բան էր պարզ, որ ոչ ոք չպետք է իմանար, որ դուք տարբեր հայրերից եք։ Այդ իր վերջին որոշումն էր։ Ու դրանով կործանես բոլորիս կյանքը։ Նարե ուզում եմ դուրս գնամ։ Խաղալու։ Շատ լավ ես անում, արևս գնա։ Չես գնում։ Չգիտեմ, ուզում եմ, բայց Ինչ։ Աբելը ասեց, որ ոչ ոքի չվախենամ։ Ուրեմն մի վախեցի, գնա խաղա։ Դու տուն ես, չէ՞։ Հեսա գործերս վերջացնեմ, գնամ պարապերում։ Դե գնալա։ Ինչ լավ է, երևի ամեն ինչ կարգավորվում է։ Բայց մենակ մի բան չի կարգավորվելու։ Մամաս չի առողջանում։ Իսկ հայրս Այդ նամակը կա, չէ՞։ Հաստատ պահած կլինես։ Հա, Լիլիթ, կա։ Ես ուզում եմ ինձ տաս։ Վայ կոկո, ես գիտեի, որ դու մնացող չես։ Բարը ձեզ, դու Նարեն ես, սպասի։